Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Լրատվամիջոցներում եւ տելեգրամյան տարբերալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել վերտարությամբ հրապարակում է տարածվում։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում եւ վայրում։ 3988 թվականին տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժի 37-րդ տարելիցներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյումրի Սպիտակ Վանաձոր, Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում, մասնակցել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագի։ Նոյեմբերին Երևանում արձանագրվել է օդի որակի անկում, այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նիստին քննարկումների առանցքում են եղել նաև Կասկադ մշակութային հանգույցի վերակառուցման ժամկետներն ու բյուջեն։ Որակի նշան ընկերությունն իր գործընկեր BS Cosmo միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է սպառողների համար անվտանգ եւ որակական չափանիշներին համապատասխան ընկերությունների Որակի նշան Expo 2025 ցուցահանդես վաճառք։ Լրատվամիջոցներում եւ տելեգրամյան տարբերալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել վերտարությամբ հրապարակում է տարածվում, որը ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում եւ վայրում, ինչի վերաբերյալ ներքին գործերի նախարարության գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանությունն են տվել։ Պաշտպանական գերատեսչությունից լրատվամիջոցներից հորդորել են պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությանը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում։ Այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Փաշինյանը ընդգծել է, որ սպորտի զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ կարեւորել է այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։ Չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը, նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ եւ այդպիսով նպաստել նաեւ պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։ Վարչապետը առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։ 3988 թվականին տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժի 37-րդ տարելիցներ։ Երկրաշարժը 25000 մարդու կյանք է խլել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի։ Ծաղկեպսակներ դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, ապա Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մասնակցել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց Աղետից Տուժած Սպիտակ, Վանաձոր, Գյումրի եւ ծաղկեպսակներ դրեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ վարչապետը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում ներկա գտնվեցին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագին։ Չնայած շաբաթօրը երեկոյան որոշ քահանաներ կողպել էին եկեղեցու դռները, որպեսզի ծիսական կյանքը խաթարվի, ծես եւ առավոտյան ժամերգություն անցկացնելու հնարավորություն չլինի, միևնույն է, Գյումրու Յոթվերք եկեղեցում պատարագը մատուցվեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի ձեռամբ, որին ի դեպ մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանցից շատերը նույնիսկ չկարողացան ներս մտնել եւ դրսից հետևեցին պատարագին։
Դեկտեմբերի 7-ին միաժամանակ պատարակ է անցկացվել նաև Գյումրիի ամենափրկիչ եկեղեցում, թեմի հոգևորականների եւ այլ քաղաքացիների մասնակցությամբ։ Բոլորի հավատքը ավելի ամրապնդվում է։ Կարծում եմ բոլորս է պիտի ամեն կիրակի, եթե մենք մեզ համարում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պարտավոր ենք ամեն կիրակի մասնակցել։ Ցավոք սրտի ես նախկինում էլ չեմ հասցրել հաճախ մասնակցեմ, բայց բոլորս պարտավոր ենք ամեն կիրակի մասնակցենք պատարակին, հաղորդություն ստանանք, մեր մեղքերի համար թողություն խնդրենք Աստծուց, մեր երկրի, մեր ազգի համար խնդրենք խաղաղություն, երկրի համար ազգին համերաշխություն, բարեկեցություն եւ առողջություն։ 7 վերքում պատարակի ընթացքում որոշ ներկաներ բարձրաձայն կաթողիկոսի անունը հնչեցրին, սակայն մյուսները նրանց սաստեցին ասելով. Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ եւ չի էլ կարող լինել։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ միջադեպի կանխման եւ անվտանգության ապահովման նկատառմամբ մեկ անց տարածքից հեռացվել է։ Հավատավոր մարդկանց խոսքով ամեն կիրակի վարչապետի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պատարակները վկայում են, որ եկեղեցին բռնել է հոգեվոր նորոգման եւ ինքնամաքրման ճանապարհը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այս գործընթացն անկասելի է։ Սկզբից ասում էիք, որ Տեր Արամը կարգալուց արված է եւ դա եկեղեցու հետ կապ չունի։ Հետո ասում եք, այս մեկն էլ է կարգալուց լինելու հեսա։ Հետո ասում եք, որ այս մի սրբազանը այնուամենայնիվ անցել է։ Հիմա տեսնում եք, որ ակնհայտ է, որ այն խնդիրները, որը մենք բարձրաձայնում էինք, դրանք կան եւ դա մի լուծում ունի, հա, եւ այդ լուծումը անխուսափելի է ուղղակի եւ այսօր խնդրեմը կայանում է նրանում, որ Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, որ այս իր վարքով ինքը արդեն հայ առաքելական եկեղեցուն Հայաստանի պետությանը եւ եկեղեցուն մեծ վնաս է հասցրել։ Ազգային ժողովի նախագահը նշեց, քաղաքացիներն իրավունք ունեն պատարակի մասնակցել այն եկեղեցում, որում իրենք կցանկանան։ Այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարակ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական հայ առաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չի, որևիցե մեկի համար չի։ Իդեպ պատարակի վերջում եկեղեցու բակում եւս մի միջադեպ գրանցվեց։ Տերնշանը հայտնվեց Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում եւ այնտեղ հավաքված մարդկանց մեղադրեց վարչապետի մասնակցությամբ պատարակին մասնակցելու համար։ Ավելին նա պահանջեց հեռանալ եկեղեցու բակից, այն համարելով իր տունը։ Երբ քաղաքացիներից մեկն ընդդիմացավ եւ սաստեց վերջինիս, ասելով, որ եկեղեցին բոլորի տունն է, քահանայի կողմից արժանացավ նզովքի։ Նզովյալ, գնային կողմ։ Ով է Նզովյալ։ Գնաս կտենաս հերթով ոնց են թաղում հարազատներից, գնա։ Մի գոռ ումն են թաղում, իմ հարազատը չէ թաղում։ Գնա Նզովյալ։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ Յուրաքանչյուր պատարակից առաջ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում պետք է հնչի Հայաստանի օրհներգը, եկեղեցիների դիմաց ծածանվի Հայաստանի դրոշը։ Սրանք Նիկոլ Փաշինյանի հերթական առաջարկներն են եկեղեցին մաքրելու, Կտրիչ Ներսիսյանին եկեղեցուց հեռացնելու գործընթացին զուգահեռ։ Իդեպ վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը կաթոլիկոսի հեռացումից հետո։ Ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի Facebook-յան գրառմամբ սկիզբ դրվեց, ինչպես ինքն է ասում, հայ առաքելական եկեղեցու նորոգման գործընթացին, որը ենթադրում է եկեղեցում ներսում տիրող վատ բարքերի վերացում։ Իսկ այդ ամենի մեկնարկը պետք է տրվի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կամ ինչպես Փաշինյանն է նշում Կտրիչ Ներսիսյանի հեռացմամբ։ Եվ ահա նախորդային Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարակից հետո վարչապետը հերթական գրառումներ կատարել, որում նշել էր, թե կարծում է, որ գիրակնորյա պատարակներից առաջ 10:55-ին բոլոր եկեղեցիներում երգչախմբերը պետք է կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, քանի որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից պետության որոշմամբ։ Իսկ ավելի ուշ վարչապետը ներկայացրել է, թե ինչու է հանդես գալիս նման առաջարկով։ Պատարակի տեքստում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարակը
ասում է հետևյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներքի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև եւ իդեպ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը իմիջիայլոց ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց վարչապետն իր Facebook-յան էջում ներկայացրեց նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում։ Կանոնագիրքը պետք է անդրադառնա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարևարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Հաջորդ ենթակետը ըստ Նիկոլ Փաշինյանի վերաբերում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության համապատասխանությանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է նախատեսի երաշխիքներ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ վերադարձվեն հայաստանյաց Սուրբ առաքելական եկեղեցուն։ Վարչապետը կարծում է, որ հոգեվոր ծառայողները եւս պետք է հնարավորություն ստանան օգտվելու կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից։ Իսկ ճանապարհային քարտեզի վերջին կետը վերաբերում է ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը, իհարկե համաձայն նոր կանոնակարգի։ Անազատության մեջ գտնվող Միքայել arczepiskopos Աջապահյանի առողջական վիճակը վերահսկվում է եւ վտանգավոր կամ սուր խնդիր այս փուլում չի արձանագրվել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նրա խոսքով վիրահատության կազմակերպումը ամբողջությամբ կախված է Աջապահյանի կողմից պաշտոնական դիմումի ներկայացումից։ Նախարարը վստահեցրել է դիմումը ստացվելու դեպքում գործընթացը կմեկնարկի անմիջապես առանց որևէ վարչարարական ձգձգման։ Այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցին, որ համապատասխան գործիքակազմ գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, այսօր նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատորական ծառայության իրավաբանն է, եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Ցանկացած անձի առողջությունը իրականում պետության հոգացության ներքո է, ով գտնվում է անազատության մեջ։ Այսինքն անկախ նրանից, թե այդ անձը ով է, մենք որպես պետություն պարտավոր ենք հոգ տանել առողջության մասին։ Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս Ալ-Քուբայիսիի հետ։ Կողմերը անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը եւ ապաշրջանակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ Կատարի Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամմեդ բին Ահմեդ Ալ-Միսնիդիի հետ։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների ընթացքին եւ զարգացման հեռանկարներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի վարչապետին։ Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին համատեղ նամակի համար, որով վերջիններս Միացյալ Նահանգների նախագահի թեկնածությունը առաջադրել են Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն եւ բոլոր մարդկանց համար խաղաղության եւ բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին, նշված է Թրամփի նամակում։ Բաքուն վերահաստատել է 3 գումարած 3 ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամություն, ընդգծելով, որ Հայաստանը այն մերժելու որևէ պատճառ չունի։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին նշել է, որ 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է, որ հաջորդը անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո։ Սակայն Հայաստանը չի համաձայնել։ Այժմ իրավիճակն այլ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է տարբեր ուղիներով, ասել է Բայրամովը։ Թե որ խողովակներով է հարցը քննարկվում եւ ինչ փուլի են հասել կողմերը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ մեկնարկել է խորհրդի համատեղ նիստն ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստը։ Օրակարգում ներառված են կազմակերպության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման եւ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում արկա մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցեր, նաեւ ձևավորվող բազմաբևեռ աշխարհում միջազգային անվտանգության ապահովման վերաբերյալ վեհաժողովի հայտարարության նախագիծը։ Նիստին մասնակցել են Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, նաեւ Իրանի օրենսդիր մարմինների պատվիրակությունները։ Իսկ Հայաստանը նիստին կրկին չի մասնակցել։ Շարունակում ենք թողարկումը նոյեմբերին Երևանում արձանագրվել է օդի որակի անկում, այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ընդգծելով, որ նոյեմբերի 20-ից 30 ընկած ժամանակահատվածում իրավիճակը ավելի է վատացել։ Օդի որակի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար հասել է 180-ի։ Նիստին քննարկումների առանցքում էին նաև Կասկադ մշակութային հանգույցի վերակառուցման ժամկետներն ու բյուջեն։ 2025 թվականի նոյեմբերին Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 184 կայաններից ստացած տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմում է 142, իսկ PM10-ի համար 64։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում, նշելով, որ այս տվյալները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում։ Ըստ ներկայացված զեկույցի 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քաղաքում նկատվել է օդի որակի վատ թարացում։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից 30 ընկած ժամանակահատվածում իրավիճակն ավելի է վատացել։ Օդի որակի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար հասել է 180-ի, արձանագրելով կտրուկ աճ։ Անցյալ շաբաթվա վերջից արդեն մեր կայաններով ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համեմատորեն նվազում են տվիչների ցուցանիշները։ Գործակարգավարական նիստում ներկայացվեց նաև քաղաքի վարչական շրջաններում առանց թույլտվության տեղադրված ավտոմատ ինքնասպասարկման սարքերի մոնիտորինգի արդյունքները։ Ընդհանուր հաշվառվել է 1038 սարք, որոնք տեղադրվել էին առանց էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցման։ Վարչական շրջանները ներկայացրել են կատարած աշխատանքները։ Արաբկիր վարչական շրջանում 96, որից ապամոնտաժված 7, կազմված արձանագրություն 3, Դավթաշեն վարչական շրջանում 32, որից մեկին տրամադրվել է թույլտվություն։ Երևանի վարչական շրջանում 109, որոնցից 13-ին կազմվել է արձանագրություն եւ 2-ին տրամադրվել է թույլտվություն։ Կենտրոն վարչական շրջանում 225, որոնցից ապամոնտաժվել է 2-ը, 3-ին կազմվել է արձանագրություն։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում 151, որոնցից 17-ին ծանոթություններ են ներկայացվել դիմումներ ներկայացնելու վերաբերյալ, Նոր վարչական շրջանում 69, որոնցից ապամոնտաժվել է 21-ը, 9-ի նկատմամբ կազմվել է արձանագրության ծանոթություն, Նոր Քմարաշ վարչական շրջանում 2, մեկը ապամոնտաժվել է, մյուսին արձանագրության ծանոթություն է ուղարկվել, Նուբարաշեն վարչական շրջանում 14, Շենգավիթ վարչական շրջանում 170, որոնցից մեկը ապամոնտաժվել է, 2-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն եւ 5-ի տրամադրվել է թույլտվություն, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում 53, որոնցից ապամոնտաժվել է 14-ը,
Արձանագրության ծանուցում է ուղարկվել 15-ին, 4-ին տրամադրվել է թույլտվություն։ Բացի այդ վարչական շրջաններն ապամոնտաժել են 12 նոր տեղադրված եւ համակարգում չգրանցված սարք, կազմվել է 3 արձանագրություն։ Կենտրոն վարչական շրջանը գրություն է ուղարկել ՀԵՑ-ին, խնդրելով դադարեցնել ապօրինի սնուցվող սարքերի էլեկտրական հոսանքը եւ ապամոնտաժել այդ միացումները։ Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Երևանի մանկապարտեզներում ներդրված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը, որը ներառում է 184 երեխա, յուրաքանչյուր մանկապարտեզում երկուական խումբ։ Երևանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Գևորգ Ղարիբյանը նշեց. Ծրագրի իրականացման նպատակով ձեռք են բերվել անհրաժեշտ գրենական պիտույքներ եւ խաղեր, ինտերակտիվ խաղեր, ինչպես նաեւ վարչության մասնագետների ձևավորված ցանկերի հիման վրա եւ հանրակրթության վարչության միջնորդությամբ ձեռք են բերվել համապատասխան գույք եւ պարագաներ, որի արդյունքում նշված մանկապարտեզներում ձևավորվել են հանգստի անկյուններ, որպես հուզական ինքնակարգավորման միջոց։ Ըստ Ղարիբյանի, մանկապարտեզների դաստիարակները, օգնականները եւ հոգեբանները անցել են համապատասխան վերապատրաստում։ Ծրագիրն ուղղված է երեխաների սոցիալական կարողությունների, ինքնակարգավորման եւ հաղորդակցության հմտությունների զարգացմանը։ Խորհրդակցության կարևոր թեմաներից էր Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացումը, որի պայմանագիրը ստորագրվել է օրեր առաջ։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրեց աշխատանքների կատարման ժամկետները։ Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը դա շինարարության թույլտվության պահից հաշված 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը եւ այն շահագործման ենթակավիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցելը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նախագծի ռազմավարական նշանակությունը։ Շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ եւ ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք որ վստահաբար ոչ թե քաղաքապետարանին են, այլ քաղաքինն են։ Ավինյանը նաև շեշտեց բյուջետային շրջանակների պահպանման կարևորությունն ընդգծելով, որ նախապես սահմանված 50 միլիոնն արդեն դարձրել են 70 միլիոն։ Նա նաև հորդորեց մնալ այդ գումարի սահմաններում, որպիսի թե արագ առաջ շարժվեն, թե որակյալ ենթակառուցվածք ունենան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը ժամը 14:35-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Ջերմուկ քաղաքից 13 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյաց հսկանոժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ եւ Գնդեվազ գյուղերում 1-ից 2 բալ ուժգնությամբ։ Իսկ Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ։ Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել, միայն հաղորդվել է, որ սպասվում է մոտ 3 մետր բարձրությամբ ցունամի։ Ափամերձ շրջանների բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արվել։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմի դադարեցման մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրի երկրորդ փուլը մոտ է ավարտին, սակայն դեռ մնում են մի քանի առանցքային հարցեր, որոնցից մեկն էլ տարբեր երկրներից անվտանգության ուժերի տեղակայման հարցն է։ Երուսաղեմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն նշեց, որ ամսվա վերջին նախատեսում է կարևոր բանակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ կքննարկվի ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Նրա խոսքով քննարկման առանցքում լինելու է նաև Գազայում Համասի կառավարման ավարտին հասնելու ուղին, որն արևմուտքի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները կառուցողական, սակայն բարդ են եղել։ Շաբաթ օրը նա հեռախոսազրույց էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագրած Սթիվ Ուիթքոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Զելենսկին իր երեկոյան ուղերձում նշել է. ամերիկյան ներկայացուցիչները գիտեն Ուկրաինայի հիմնական դիրքորոշումները։ Զրույցը կառուցողական էր, բայց նաև դժվար։ Մոսկվան շարունակում է
հայտարարել, որ բաց է բանակցությունների համար, մեղադրելով Կիևին եւ Արևմուտքին խաղաղ գործընթացը արգելափակելու մեջ, մինչդեռ Ուկրաինան եւ նրա դաշնակիցները պնդում են, որ Ռուսաստանը ձգում է ժամանակ եւ դիվանագիտությունն օգտագործում է ռազմաճակատում իր ձեռքբերումներն ամրապնդելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ ստորագրելու խաղաղության առաջարկը։ Թրամփը նաև նշել է, որ հիասթափված է, քանի որ Զելենսկին դեռ չի ուսումնասիրել առաջարկի մանրամասները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին ասել էր, որ Թրամփի խաղաղության պլանի որոշ մասեր անընդունելի են եւ անիրագործելի, թեև ընդհանուր մոտեցումը Մոսկվայի կողմից սկզբնական աջակցություն էր ստացել։ Կրեմլը ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս ռազմավարությունն էականորեն համահունչ է Ռուսաստանի պատկերացումներին։ Ներկայիս անվտանգության ճարտարապետության վերաբերյալ նախագահի ստորագրած ռազմավարությունը նաև նախազգուշացնում է, որ Եվրոպան կանգնած է քաղաքակրթության ջնջման վտանգի առաջ եւ ընդգծում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հավակնությունը վերականգնել ռազմավարական կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է Չինաստանին սահմանագնային սահմանափակումներով, եթե Պեկինը քայլեր չձեռնարկի ԵՄ Չինաստան առևտրային աճող դեֆիցիտը նվազեցնելու համար։ Մակրոնը նաև նշել է, որ այդ նախազգուշացումը հնչեցրել է իր պետական այցի ընթացքում։ Նրա խոսքով, եթե Չինաստանը չգործի, եվրոպացիները ստիպված կլինեն առաջիկա ամիսներին կիրառել կտրուկ միջոցներ, որը նման կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սահմանված սակագներին։ ԵՄ-ի առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ 2019 թվականին աճել է մոտ 60%-ով։ Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել չինական ընկերություններին ավելացնել ներդրումները Եվրոպայում։ Թայլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով, հայտնել են թայլանդական զինվորականները։ Սա տեղի ունեցել այն բանից հետո, երբ երկու երկրները միմյանց մեղադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ ձեռք բերած հրադադարի խախտման մեջ։ Վերջին բախումների ընթացքում սպանվել է 1 թայլանդցի զինվոր, իսկ 4-ը վիրավորվել են։ Թայլանդական կողմը հայտարարել է, որ սկսել է ավիացիայի կիրառմամբ ռազմական օբյեկտների թիրախավորում մի քանի ուղղություններով։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թայլանդական ուժերը լուսադեմին հարվածներ են հասցրել իրենց դիրքերին երկու վայրերում։ Մի քանի օրվա սադրիչ գործողություններից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, Կամբոջայի զորքերը պատասխանող կրակ չեն բացել։ Որակի նշանընկերությունն իր գործընկեր BS Cosmo միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է սպառողների համար անվտանգ եւ որակական չափորոշիչներին համապատասխան ընկերությունների նախադեպը չունեցող եւ իր տեսակով չկրկնվող մասշտաբային որակի նշան Expo 2025 ցուցահանդես վաճառք։ Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում բացվել է մի նախաձեռնություն, որը խոստանում է փոխել Հայաստանի բիզնես մշակույթը։ Որակի նշան Expo 2025-ն իր տեսակով եզակի հարթակ է, որտեղ ներկայացված են այն ընկերությունները, որոնք անցել են լաբորատոր փորձաքննությունների, որակի վերահսկման եւ իրական ստուգումների բազմափուլ գործընթաց, արժանանալով վստահության նշանին։ Հպարտ ենք ներկայացնել մի ապրանքանիշ, որը շեշտադրվում է ոչ միայն թարմությամբ եւ բնականությամբ, այլ նաև հոգատար մոտեցումով յուրաքանչյուր ընտանիքի նկատմամբ։ Մեր նպատակը պարզ է շարունակել արտադրել այնպիսի կատնամթերք, որը վստահություն, առողջություն եւ հաճույք կբերի մեր յուրաքանչյուր սպառողին։ Աշտարակ կաթը արտադրում է բնական բարձրորակ կատնամթերք, մեծ պատասխանատվությամբ պահելով ինչպես ավանդական համը, այնպես էլ ժամանակակից արտադրության բարձր չափանիշները։ Գաղափարը ծնվեց ամիսներ առաջ, երբ BS Cosmo բիզնես ակումբը ստացավ ցուցահանդես կազմակերպելու առաջարկ։ Մի վայրում մեկտեղելով այն ընկերություններին, որոնք իրապես կրում են որակի նշան տիտղոսը։ Թեև առաջարկը նոր էր, բայց մոտեցումը հարազատ։ BS Cosmo-ի արժեքներն ու առաքելությունը ամբողջությամբ համընկել են նախաձեռնության գաղափարի հետ, եւ այդ գործակցությունից էլ ծնվել է մի նախագիծ, որը խոսում է ոչ թե խոստումներով, այլ արդյունքներով։ Որակի նշան Expo-ին ներկայանում ենք 3 ընկերություններով, քանի որ ուզում ենք համագործակցել որակյալ ընկերությունների հետ։ Premium Invest Club-ը Հայաստանի առաջին ներդրումային ակումբն է, որը զբաղվում է ներդրողների եւ գործարարների համար միջոցառումների կազմակերպմամբ։
Մեր ակումբը զբաղվում է ընդհանուր միջավայրի ֆինանսական գրագիտության բարձրացման հարցով, ինչպես նաև անդամների եկամտաբերության բարձրացման։ Այսօր այստեղ ներկայացված են ավելի քան 150 ընկերություններ, փոքրից խոշոր, որոնք համարձակություն են ունեցել անցնելու որակի բոլոր ստուգումները։ Իսկ այն արդեն ապացուցում է, որակը քանակով չի չափվում։ Այն սկսվում է սպառողի հանդեպ հարգանքից, ազնվությունից եւ բարեխղճությունից։ Մեր ընկերությունը շուրջ 3 տասնամյակ է զբաղվում է կատնամթերքի արտադրությամբ, սպառողին ներկայացնելով մշտապես բարձրակ եւ անվտանգ կատնամթերք։ Որակի նշան Էքսպո 2025-ը պարզապես ցուցահանդես չէ, կազմակերպիչները հայտարարում են, Հայաստանի բիզնես միջավայրը պատրաստ է նոր չափանիշների, նոր գործակցությունների եւ վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը։ Կոմոթերս ընկերությունը ներկայացված է որակի նշան Էքսպոյի շրջանակներում եւ հատուկ Էքսպոյի բոլոր անդամների եւ հյուրերի համար տրամադրում է 3% զեղչ, ինչպես նաեւ մեր էլեկտրական բեռնատարների համար տրամադրելու ենք 5 տարի կամ 200,000 կիլոմետր երաշխիքային սպասարկում։ Որակի նշան Էքսպոն իրականում առաջին անգամ է տեղի ունենում եւ մեծ հպարտությամբ մենք մասնակցում ենք, բայց մասնակցել ենք եւս մի քանի արդեն էքսպոների նախկինում։ Փորձը շատ մեծ է, հարուստ է եւ շատ հետաքրքիր հաճախորդների հետ կապված, որովհետեւ բոլորը մեկ հարթակում կարողանում են ծանոթանալ միանգամից մի քանի տեսակների, բեռնատարների հետ։ Այս օրերին այցելուները շրջում են տաղավարներում, նոր արտադրատեսակներին ծանոթանում, համեմատություններ անում եւ վստահ ընտրություն կատարում։ Կարևորն այն է, որ այս տաղավարներում ներկայացված բոլոր ապրանքներն անցել են որակի փորձաքննություն, իրական չափումներով եւ անաչառ ստուգումներով։ Մենք աշխատում ենք միջազգային բրենդների հետ, ներմուծում ենք միշտ նոր ապրանքներ, հետևում ենք շուկայի զարգացումներին ու ներմուծում ենք նորանոր ամենավերջին թրենդի դուրս եկած ապրանքները ու մոտենում ենք մեր սպառողներին շատ բարեխիղճ ձևով եւ տալիս ենք իրական երաշխիքներ։ Դե իսկ երեկոներն այստեղ անցնում են տոնական մթնոլորտում։ Այս անգամ հրաշալի տրամադրությունն ապահովեց Hayat Project-ը։ Որակի նշան ընկերությունն իր առաքելությունն է համարում հայկական արտադրողներին, հանրային ծառայության ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին ավելի ճանաչելի դարձնելը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ 28 տարի է գործում ենք հայկական շուկայում, սկսած 1998 թվականից։ Կարող եմ վստահորեն ասել, որ ընկերությունը միակն է հայկական շուկայում, որը ունի սեփական սպանդանոցը, սեփական ֆերման, սեփական գյուղատնտեսական կենտրոնը, որոնց գոյության շնորհիվ էլ մեր ամեն մի կատարած փոքրիկ աշխատանք էլ ավելի արագ է պսակում հաջողությամբ։ Մեր ապրանքը միշտ այդ որակի ստանդարտներին համապատասխանել է, այս պահին էլ խանութներում մեր ապրանքը դրված է կանաչ պոլկայում, մաքուր ապրանքը առանց բուսական յուղի, առանց ասենց ասած կոնսերվանտներ։ Որակի նշան Էքսպոին մասնակցելն արդեն իսկ խոսում է որակի մասին եւ շատ ուրախ ենք, որ հայ արտադրողները, հայկական ընկերությունները ապացուցում են, որ հայկական կարող է նշանակել նաեւ լինել որակյալ։ Թե մեր թե մասնակիցների ոգևորությունները այս օրերին բավականին մեծ է, արդեն իսկ մենք հասցրել ենք հանդիպել մեր 5 գործընկերների եւ գտնել նոր համագործակցություններ։ Լավագույնների ընտրությունն իրականացվում է հատուկ ընթացակարգով։ Նրանց դիտակետում են հայտնվում հանրության շրջանում անցկացված հարցումների, փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում ընտրված կազմակերպություններն ու անհատները, որոնք էլ արժանանում են լավագույնի կոչմանը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 1-ից 7-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16753 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 400 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ, 594 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 102 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 753 հանցագործություն, այդ թվում 225 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 66, ֆիզիկական ներգործության 50, խարդախության 45, հոգեկան ներգործության 44, մարմնական վնասվածք պատճառելու 43, անձնական ունեցվածքի գողության 32, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 30 հանցագործություն ևս բացահայտվել է։
Հայտնաբերվել է 63 հետախուզվող, 4 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 11 դեպք։ 7 օրում գրանցված 108 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 136-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 476 դեպք, 190 արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 98, հրդեհի ծագման սպառնալիքի 32, ճանապարհատրանսպորտային պատահարի 73, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նոր-Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում, Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն եւ չունենալով ընտերոկօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպչագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգման պարզվեց նաեւ, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում եւ իրացնում է։ Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելել են Եղեգնուտ, տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին ավազակոպչագլաքարային խառնուրդով բարձված 3 բեռնատար։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով 5 անձ ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։ Ստուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով եւ խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը արգրավվել են։ Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգով եւ կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց։ Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն արգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է։ Ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին, հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։ Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումները, այլապես ոստիկանությունը շարունակելու է կիրառել
կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։ Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով արգելվում է լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ, բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։ Նոյեմբերի 15-ից մինչև օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Բարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափման պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են եւ չեն համապատասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս բարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում եւ մարզերում ձմեռային անվադողերի արկայությունը պարզելու նպատակով ստուգման է ենթարկվել 12796 տրանսպորտային միջոց, 2459 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։